Բարի վերադարձ առաջին ծրագիր շարունակում ենք մեր եթերը եւ ես սիրով տեղեկացնեմ, որ ապրիլի 4-ին Հայաստանի ակունք պետական ազգագրական համույթը կներկայանա նոր համերգային ծրագրով՝ հայկական էթնոգրաֆիա։ Դարեր շարունակ պահպանված հայկական երգ ու պարի ժառանգությունն այսօր կենթանի դրսևորում է գտնում ակունք ազգագրական համույթի միջոցով, որը ներկայացվում է բացառիկ կատարողականությամբ։ Այս համերգը հնարավորություն կտա հանդիսատեսին եւս մեկ անգամ ավելի մոտիկից ծանոթանալ հայկական ազգագրության եւ մշակութային ժառանգության հետ։ Եվ այս առիթով մեր հյուրերն են Սասուն Ոսկանյանը, ակունք ազգագրական համույթի մեներգիչ, եւ Արեգնազ Միքայելյանը, ակունք ազգագրական համույթի մեներգչուհի։ Բարի առավոտ։ Բարի հրաշալի, շնորհակալ եմ։ Հրաշալի է։ Մի քիչ խոսենք հենց համույթի մասին ու հետո արդեն վերադառնանք ապրիլի 4-ին։ Համույթը արդեն 51 տարեկան է, հիմնվել է 1974 թվականին բանասիրական գիտությունների թեկնածու Հայրիկ Մուրադյանի դուստր Մարո Մուրադյանի կողմից և ի սկզբանե իր առաքելությունը եղել է հավաքել, իմի բերել, մաքրել մեր արևելյան և արևմտյան Հայաստանի բոլոր շրջանների, գավառների երգերը և պարերը, հավաքել, հավաքագրել միտեղ, ներկայացնել և անպայման ներկայացնելով սերնդեսերունդ տեղափոխել և տարածել մեր երգն ու պարը։ Ակունքը շատ մեծ ճանապարհ է անցել, այս տարիներին երկար գործունեություն ենք ունեցել ենք շատ համերգային շրջագայություններ, ունեցել ենք շատ ձայնագրություններ, ռադիոյի ոսկեֆոնդում ունենք բավականին շատ ձայնագրություններ, ակունքը շատ բարձր ներկայացրել է իր մեր ազգային երգը աշխարհի շատ երկրներում և շատ պատվով է ներկայացրել։ 2007 թվականին ակունքը արժանացել է տարվա լավագույն խումբ ազգային մրցանակաբաշխության մրցանակակիր է դարձել։ Ակունքի մասնակցությամբ 3 ֆիլմեր են նկարվել, երաժշտական ֆիլմեր են նկարվել, որից մեկը երգի վերադարձը արժանացել է համամիութենական առաջին մրցանակի։ Մինչ օրս էլ ակունքը գործում է, շատ ակտիվ է գործում, շարունակում է իր գործունեությունը և հուսանք դեռ շատ երկար կշարունակի։ Այժմ մեր գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, որի շնորհիվ նաև շատ հարստացել է ակունքի երգացանկը, շուրջ 100-150 կոմիտասյան հավաքագրած երգեր, կատարված և չկատարված արդեն ունենք մեր երգացանկում, ինչպես նաև ակունքը շատ լուրջ հիմա փորձեր է անում մեր ազգային էպոսը ներկայացնելու համար, հուսանք այս տարի մենք պետք է Սասունցի Դավիթ էպոսը շատ մեծ շուկով ներկայացնենք։ Եվ հիմա ապրիլի 4-ի համերգի մասին էլ խոսենք, քանի որ նոր ծրագրով եք հանդես գալու, շատ հետաքրքիր է, թե ինչ է սպասվում հանդիսատեսին այդ օրը։ Ինչպես միշտ ակունքը նոր ծրագրով անընդհատ հնին խառնելով նորը, այսպես ասեմ, ընտրում է միշտ մեր ակունքյան հին համարները, այս նոր համարները, մեր պարերը բավականին շատ փորձում ենք այնպես անել, որ մեր հանդիսատեսը գոհ մնա, տարբեր ուրեմն եւ աշխատանքային երգեր ենք ներկայացնում, եւ կատակ երգեր, եւ հայրենասիրական երգեր, ինչպես նաեւ կարոտի, սիրո եւ անշուշտ օրորոցայիններ։ Ծրագիրը կոչվում է հայկական էթնոգրաֆիա։ Էթնիկ այս բոլոր երգերը, այս բոլոր գործերը ինչ ձևաչափով են ներկայացում եւ ինչպես են բաժանված, խմբի մեջ, ինչ է հանդիսատեսը վայելելու, նաեւ վիզուալ։ Գիտեք, ակունքը հետաքրքիր մի բան է մտածել, ուրեմն բավականին տարիները մենք փորձում ենք փունջ ներկայացնել տվյալ շրջանի մի քանի երգեր եւ պարեր փնջեր անել եւ
այդ տեսքով ներկայացնել առանձին իհարկե ունենք երգերել, առանձին անհատական երգերել ենք անում, պարերնել ենք, այնպես ենք անում, որ փունջ-փունջ լինի եւ տվյալ շրջանը ներկայացնի, հատված առ հատված, անպայման ներառում ենք Կոմիտասի հավաքագրած երգերը, որ շատ գեղեցիկ են, գեղչկական երգերը, շատ գեղեցիկ են, շատ բնական են եւ խմբում զբաղված են բոլորը։ Ունենք շատ լավ երիտասարդներ, որոնք համալրում են անընդհատ մեր խմբերը, մեկն էլ Սասունն է Ոսկանյան, որ ունեն շատ գեղեցիկ ձայն, շատ ավյունով, ուժով լցված, մեզ ուժ են տալիս, այնպես որ հին ու նորը խառնվում է եւ ստացվում է, կարծում եմ, լավ միքս։ Սասուն ջան, որքան ժամանակ է ակունքի կարևորագույն մասնիկներից մեկն եք։ Կդժվարանամ ասել կարևորագույն մասնիկներից մեկը քանի տարի է արդեն որ համարում եմ։ Եվ եք միացել թիմ։ Ես 2019 թվականից արդեն 6 տարի է շուրջ ակունքում եմ։ Սասունը համեստություն է անում, Սասունը շատ լավ մեներքիչ է, շատ լավ խմբի անդամ է եւ լիիրավ անդամ է։ Եվ ինչ եք բացահայտել ակունքում, ինչ նոր երգեր, որոնք մինչև այդ գուցե չէիք լսել եւ հիմա կատարում եք։ Հա, ակունքում ի սկզբանե իմ համար ծանոթ երգացանքներ չէին, որտեղ ես մինչև այդ ժող երգեցողությունը հա սովորել, ավարտել կոնսերվատորիան, իմ համար նորություն էր, այդ հայկական մեր հա ակունքում եմ բացահայտել այս երաժշտությունը, որ արդեն ինձ շատ հոգի հարազատ է դարձել, անբաժանելի մասա կարելի է այդպես ասել։ Այդ երգերն են բացահայտել ակունքում ու մեր ազգային հա դիմա գծերն են բացահայտել ակունքում, կարելի է այդպես ասել։ Սասունը 19 թվականից է, իսկ դուք քանի տարի ակունքում եք։ Ես էլ մի քիչ շատ 79 թվականից։ Շատ լավ, տեսեք, գալիս է սերունդ, փոխվում է, հա, սերունդը ապրում, մեծանում է հենց համույթում ու հետո արդեն կամ մնում է կամ հետո շարունակվում է իր ճանապարհն արդեն մեկ այլ վայրում։ Ոնց եք տեսել այս ընթացքում, ինչպես են եղել, ինչպես են եկել ու ինչպես են մնացել հենց խմբում, դարձել, չգիտեմ, խմբի կարևոր սյուներից մեկը։ Գիտեք, դա շատ հետաքրքիր process է, բնական։ Շատերն են ակունք եկել, բայց շատերը չեն մնացել։ Ակունքը շատ հետաքրքիր ընտանիք է։ Ակունքին պետք է մերվես եւ դառնաս ակունքցի։ Ակունքը միշտ ունեցել է ծիլեր, որ փոքրուց մեծացրել են, հետո համալրել են խումբը, բայց նաեւ եկել են հայտարարությամբ եւ մարդիկ կարծես դառնում են մի ընտանիք, ապրում են ակունքով, ապրում են ազգային, ապրում են քայլելով, ապրում են ուտելով, մեր մարուն ասում էր ակունքը տուն է, ակունքով պետք է ապրես, զարթնես, արթնանաս ակունքով, շնչես ակունքով, ոչ թե ակունքով, այլ ազգային արմատներով։ Ակունքը շատ հետաքրքիր դպրոց է եւ ակունքում բացահայտվում է քո ամբողջ ներաշխարը։ Այն ինչ որ թակում պահված է, դա կամած կարծես քո միջից արթնանում է ու դու հասկանում ես դու ով ես, ինչ ես, ինչի համար ես եւ ինչ առաքելություն ունես։ Այսա շատ կարեւոր է, որովհետեւ այլ խմբերից զատ ակունքը ունի մի շատ կարևոր առանձնահատկություն։ Մենք ոչ մի բան չենք աղավաղում, բացարձակապես ինչը որ մաքրված է եւ մաքուր է, մենք այդ ամենը ներկայացնում ենք բնական եւ դա մեզ համար ճանապարհ է փոխանցելու սերունդներին։ Ակունքի ամենամեծ առաքելությունը դա է ու մենք աշխատում ենք ինչքան հնարավոր է պահել, պահպանել, ասեմ որ մենք էլ ենք ջահելներից շատ բան սովորում, հուսամ իրենք էլ ինչ որ բան կսովորեն մեզնից, մենք սերտ համագործակցված աշխատում ենք, հուսամ դեռ երկար էսպես։ Ինչ են բերում ջահելները ակունք,
որովհետև ակունքն ունի արդեն բավականին պատմություն, հա։ Իսկ ամեն մի երիտասարդ, որ գալիս է ակունք, ինչ է իր հետ բերում։ Նոր նախշ է բերում, նոր շունչ է բերում, նոր աշխատելու, այո, աշխատելու ստիմուլ է բերում, գույն է բերում, դա շատ կարևոր է։ Նկարչի նման, հա, գույները ավելանալով, ինչքան ավելանում է, այնքան ավելի ամուր ու կայուն է լինում խումբը։ Կոմիտաս երգելը երևի ամենապատասխանատու բանն է, որ կարելի է անել մեր օրերում։ Ինձ հետաքրքիր է այդ պատասխանատվության տակից ոնց եք դուրս գալիս եւ ամեն անգամ երբ կոմիտաս եք երգում, ինչ զգացողություններ ձեզ մոտ կան։ Փորձում եմ պատվով դուրս գալ, իսկ երգելուց ամեն անգամ մեծ բավականություն եմ ստանում, հա, նաեւ ինչու՞ չէ հպարտություն եմ զգում ներկայացնել կոմիտասի երգերը, հա, մեծ բավականություն։ Մեծ պատիվ է իհարկե երգել կոմիտաս։ Ես ճիշտ հասկացա, որ երգին չեք դիպչում, փոփոխություններ, նորարարություններ երգի հետ չի արվում։ Ոչ։ Պահպանվում է հենց ակունքը երգի։ Մենք դա չենք անում։ Մենք օգտագործում ենք ազգային նվագարաններ, օգտագործում ենք այնինչ ազգայինին է թույլատրելի եւ երգերը բնական, նույնիսկ մեր մամիկ պապիկների նման երգելով, ասենք, ինչպես հորոմ մայրիկից սովորել ենք, ասենք, հարսանեկան մի կտոր, Մարոն ասում էր, տես ինչպես է երգում, օրինակ, երգում էր, ասենք, Կացեք պերես կրունք չոլեն, թղկամատնի տարբասխանեն, օրշնես թակվոր զուրդագույն, օրշնես թակվոր զուրդագույն։ Հասկանում եք, այս անմեղության, այս բնականության, այս մաքրության այդ բաները մենք աշխատում ենք պահել։ Շատ կարևոր գործ եք անում, նաև մեկտեղ, որովհետև դուք այն նշեցիք, հա, փոքրիկ պատմություններ, հարսանեկան եւ այլն, որոնք ունեն իրենց մատուցման ձևը, որը երկար տարիներ մատուցվել են ժողովրդի մեջ։ Այսօր արդյոք կատարվում են նոր էլեմենտների բացահայտումներ, հա, որոնք կարծում եմ մենք այնքան հարուստ է մեր հենց էթնիկ երաժշտությունը, որ շատ բաներ ունենք, որ մենք դեռ հələ չենք բացահայտել, չենք գտել։ Գիտեք, թյուր կարծիք է, որ ազգային երգերով չի կարելի հարսանիք անել։ Հարսանիքը հայերը 7 օր 7 գիշեր են արել եւ այնքան հարուստ է մեր ազգային ֆոլկլորը եւ այնքան քիչ շատերին ոչ հայտնի, որ այնպիսի հրաշք ծեսերով եւ այդ 6-8 կոչվածներով, բայց ազգային այնպիսի շքեղ եւ ուրույն հարսանիք կարելի անել, որ երբեմն ակունքը անում է, ասեմ ձեզ, մենք ազգային ծեսերը շատ եւ տաղավար տոները միշտ անում ենք, իսկ ազգային ծեսերը հիմա արդեն շատ խմբեր են անում, բայց մենք ենք սկսել եւ շատ գեղեցիկ ծեսերով եւ հարսի հագցնելու այդ արարողությունը եւ փեսայի գովքի եւ հետո մակարների ամբողջ հարսանիքը կարելի է շատ գեղեցիկ անել, շատ հարուստ է մեր ազգային ֆոլկլորը։ Ամենաշատը ձեզ 6 տարիների ինչ տվեցին ակունքում։ Բացի փորձառու մարդկանց հետ շփումից եւ իրենց փորձը վերցնելուց։ Տեսեք, երաժշտական դաստիարակություն տվեց, ինչու՞ չէ։ Ահագին երգացանք, հա, այսպես ավելացավ իմ երգերի մեջ։ Ինձ թվում է ինչու՞ չէ նաև կյանքի դաստիարակություն, հա, հայ մնալու դաստիարակություն, ազգային արժեքները գնահատելու դաստիարակություն տվեց ինձ ակունքը, երևի այդքան է։ Մենք ուզում ենք ձեզ մաղթել հաջողություն եւ հենց համերգին էլ, հա, որ արդեն համերգից հետո, երբ որ ամեն ինչ կավարտվի, ուզում ենք որպեսզի այսպես ակունքցիներով այս կարմիր գինին բացեք, նշեք այդ հրաշալի տրամադրությունը, իսկ գինին Իջևանի Սարգոն կարմիր 4 գինին է, որը լրացնում է ցանկացած տրամադրություն։ Շնորհակալ եմ։ Համոզված եմ ակունքցիները, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ոչ միայն շատ լավ ու ճիշտ ներկայացում են, նաեւ շատ համեղ պատրաստում են ազգային կերակուրներ։ Այո, Tramontina բրազիլական բրենդը ներկայացնում է խանութային պարագաներ, որոնք մի փոքր թեթև
պատրաստեն ձեր հոգսը խոհանոցում եւ այս պարագաները հատուկ ծածկույթ ունեն, որ իրենց վրա չեն վերցնում թունավոր բակտերիաները։ Սա շատ կարեւոր է։ Սա ձեզ Շնորհակալություն։ Եվ ուզում ենք ձեզ մաղթել հաջողություններ եւ ինչպես Հայրիկ Մուրադյանն էր ասում, ձեռքը դուր եղբայր ենք մենք ու այսպես ձեռքի բռնած լինենք մեծ ուժ ու կորով եւ գտնենք այն ամենը, ինչը հենց մեր ակունքում է եւ շատ հետաքրքիր է եւ այսօր դրանով սնվում է նաեւ նոր սերունդը։ Շնորհակալ ենք, մենք էլ ասում ենք շնորհակալ ենք, որ հրավիրեցիք։ Սիրով հրավիրում ենք ձեզ եւ բոլորին մեր համերգին։ Հուսամ լավ ժամանակ է լինելու եւ շատ վայելելու ենք մեր ազգային երգն ու պարը։ Շնորհակալություն հրավերի համար։ Շնորհակալություն նաև ձեզ։ Շնորհակալություն այս պահին։ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։